Միրզոյան Կալաս հանդիպում Բրյուսելում, որ թեմաներն են օրակարգում։ Տնտեսական ինչ խնդիրների առջև կկանգնի Հայաստանը, եթե երես դարձնի Մոսկվայից, հարցեր խորհրդարանի ղեկավարությանը։ ՔՊ-ն տապալեց թիմակցի նախագիծը, բանակից խուսափողների վերաբերյալ դեմ քվեարկեց նախագիծը, օրակարգ չմտավ։ Անվերապահորեն բացել Հորմուզի նեղուցը առանց սահմանափակումների կամ турքերի, հնարավորինս սեղմ ժամկետում, Մակրոնը Թրամփին եւ Փեզեշքյանին։ Փոխել խափանման միջոցը, ազատել գործարարին, առջևում ընտրություններ են, Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը, գործի նախաքննությունն ավարտվել է, սկսվում է դատաքննությունը։ Ինչու է անտեսվում արցախցիներին ուղղված ատելության խոսքը, բողոքի ակցիա դատախազության առջև, ընտրովի արդարադատություն է։ Զինված հարձակում Թուրքիայում, աշակերտը հրացանից կրակ է բացել դասընկերների վրա, պատանդ վերցրել նրանց, ապա փողը պահել սեփական քունքին։ Մեկնարկում է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, ովքեր դժգոհ են առաջին փուլի քննական արդյունքներից կարող են կրկին փորձել։ Ով է դաժանորեն սպանել Մրգաշենի ատամնաբույժին, իրավապահները 2 եղբոր են ձերբակալել, մեկն անչափահաս է։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Երևան-Մոսկվա հարաբերություններում կտրուկ շրջադարձումները ինչ հետևանքների կարող են բերել, արդյոք ծանր ու թեթևարել են քաղաքական եւ տնտեսական օգուտներն ու վնասները։ Լրագրողներն են այսօր հարցրել խորհրդարանի նախագահին եւ փոխնախագահին, ստացել պատասխան, բոլոր խնդիրները լուծելով են առաջ գնալու։ Խորհրդարանում այսօր լսել են նաեւ իշխող կուսակցությունից պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը բանակից խուսափողների վերաբերյալ, ըստ որի գումարի դիմաց հնարավոր կլիներ ազատվել ծառայությունից։ ՔՊ-ն տապալեց թիմակցի նախագիծը, դեմ քվեարկեց, այն օրակարգ չմտավ։ Փաշինյան-Պուտին ապրիլ 1-յան հանդիպումից հետո նախ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ռոսսելխոզնադզորը ավելի հետևողական է լինելու Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանմանը։ Հետո տեղեկություններ տարածվեցին, որ հայկական ընկերություններից մեկին արգելել են կոնյակ արտահանել Ռուսաստան։ Լրագրողները ազգային ժողովի նախագահի ճեպազրույցում հետաքրքրվել են։ Այս ընթացքով ինչպես պետք է լուծվեն արտահանման խնդիրները դեպի Ռուսաստան։ Բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի, մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու։ Փորձագիտական համայնքի հորդորն է Հայաստանի կառավարությանը ծանր ու թեթև անել Ռուսաստանի հետ առճակատման մտնելուց առաջ, հաշվի առնել տնտեսական կապերը։ Այդ երկրում մոտ 2 միլիոն հայ է բնակվում, շատերն այնտեղ բիզնես գործունեություն են ծավալում, գումարներ ուղարկում Հայաստան։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը կբերի տարբեր խնդիրների առաջացման։ Գազի գինը կբարձրացնի ընդհանրապես էներգակիրների գինը, հենց որ այդ փական Ռուսաստանը փակի, մենք միանգամից հայտնվելու ենք ծանր վիճակում, առավել եւս որ խնդիրը միայն էներգակիրները չեն։ Ռուսական շուկայում հայկական արտադրանքը կարող է խնդիրների հանդիպել, այնտեղից ուղարկվող տրանսֆերներ, այնտեղ գտնվող հայկական բիզնեսների։ Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ գազի գինը Եվրոպայում անցնում է $600 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին $177.5 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է, տարբերությունը էական է։ Ռուսաստանի նախագահը այս օրինակը բերեց Հայաստանի դեպի Եվրամիություն գնալու ցանկություն ունենալու մտադրությունների ֆոնին։ Լրագրողները ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հիշեցրին, որ Ալեն Սիմոնյանն էր հայտնել, թե եթե Ռուսաստանը գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի, որոնք Հայաստանի շահերից չեն բխի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ։ Ռուսաստանի դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցնում, ինչի պետք է տան։ Այսինքն ակներ մի վարքյան, չի հնչել։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին։ Լրագրողները ազգային ժողովի նախագահին հարցրեցին, Ռուսաստանի պաշտոնյաները ըմբռնումով են մոտենում հայտարարություններին, թե Հայաստանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան, որքան կարող է։ Տեսեք, երբ որ ըմբռնումով չմոտենանք, խոսանք դրա մասին, հիմա ինչ եք։ Հիմա փաստացի արդեն ինչքան ժամանակ է, մենք միևնույն ժամանակ փորձում ենք համատեղել։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կլինի դա ԵԱՏՄ-ի որոշումը կամ Երևանի որոշումը, այդքան կարևոր չի։ Եթե Հայաստանը դուրս եկավ, այդ պահին շատ լուրջ խնդիրներ են սկսվելու Հայաստանի տնտեսության համար։ Ազգային ժողովի դահլիճում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը 2025-ի վիճակագրությունը ներկայացրեց։ Ըստ պատգամավորի ցուցանիշների Հայաստանի զինված ուժեր են զորակոչվել, զորակոչի ենթակաների 35%-ը, իսկ մոտ 30%-ը հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։ Ստացվում է անարդար եւ անհավասար իրավիճակ։ Բանակից խուսափողները ավելի շատ են, քան ծառայողները։
Գործող օրենքով ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ։ Եվ ըստ Հայկ Սարգսյանի նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը։ Պատգամավորն առաջարկեց նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից եւս պահանջել 15 միլիոն դրամ եւ բաշխել 10 զինվորների միջև, յուրաքանչյուրին տրամադրելով 1.5 միլիոն դրամ։ Առաջարկում եմ նաեւ տալ քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք, վճարել նույն 15 միլիոն դրամը եւ ծառայել 1 ամիս։ Վստահ եմ, այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի։ Այս մեխանիզմն ըստ ԿՊԱ-կան падգամավորի հնարավորություն կտա Հայաստան վերադարձնել 18-ից 26 տարեկան 4000-ից ավելի հետախուզվող տղաների։ Առաջնորդելու ենք գլխադասային հանձնաժողովի քվեարկությամբ եւ քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Քվեարկություն։ Քվեարկության արդյունքում Հայկ Սարգսյանի զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը օրակարգ ընդգրկելը մերժվեց։ Դեմ քվեարկեցին քաղաքացիական պայմանագիր եւ պատիվ ունեմ խմբակցությունները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցերն է քննարկել արտգործնախարար Միրզոյանը Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Բրյուսելում անդրադարձ է եղել մայիսին Երևանում կայանալի գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին։ Ընդգծվել է Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը։ Ադրբեջանից դիզելային վառելիքի հերթական խմբականակն է ուղարկվում Հայաստան, այս անգամ 22 վագոն, գրեթե 1300 տոննա։ Խմբականակի մեջ 4 վագոնը 240 տոննա քաշով Ռուսաստանից ուղարկված պարարտանյութ է։ Ադրբեջանը այս դեպքում փաստացի տարանցում է Հայաստան հասնելիք բեռը։ Մինչև այս պահը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընդհանուր առմամբ 6312 տոննա վառելիքի գործարք է եղել։ Այդուհանդերձ վագոնները Երևանից դատարկ են վերադառնում Բաքու։ Ադրբեջանցիների կողմից հայկական շուկայից որևէ ապրանքի պատվեր մինչ այսօր չի եղել։ Ադրբեջանական կողմը միայն վերջերս է սկսել հետաքրքրություն դրսևորել մեր երկրում արտադրվող փայլաթիթեղի նկատմամբ։ Բանակցություններ թեև եղել են, բայց այս դեպքում էլ գործարք դեռ չկա։ Ադրբեջանը կարիք չունի, ինչ որ եթե մի կարիք ունենա, ինչ որ փայլատի տեղի, ճիշտ ասած, մենակ դա է ինչ որ ասում հետաքրքրում, դա էլ մենք չգիտենք, իրականում հետաքրքրում է, թե վանուղակի աղբյուրներով դրա ուրեմն հաստատում որպես այդպես ինչ ունենք։ Բնականաբար Ադրբեջանը հասկանում է իր համար Հայաստանը որպես ներկրվող ինչ որ ապրանքներ, որովհետեւ հետաքրքրություն չի ներկայացնում, դրա համար չի առնում, չի համարարնի։ Հայաստանը իր համար ընդամենը սպառման շուկա է, լավագույն դեպքում հիմա ինչքան կարողանա բենզին կվաճառի, հա, սոկար ինչքան կկարողանա բենզին կվաճառի, նավթամթերք կվաճառի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ, կոչ անելով վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցային գործընթացը։ Մակրոնը X-ի իր էջում գրել է, որ զրույցում ընդգծել է թյուրիմացությունների պարզաբանման եւ հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը։ Մակրոնի խոսքով առանցքային է համարվում բոլոր կողմերի կողմից հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը, որը պետք է տարածվի նաեւ Լիբանանի վրա։ Նույնքան կարեւոր է, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի անվերապահորեն առանց սահմանափակումների կամ турքերի հնարավորինս սեղմ ժամկետներում, գրել է Մակրոնը։ Հորմուզի նեղուցը փակելով Իրանը տնտեսական ահաբեկչություն է իրականացնում, հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Ջեյդի Վենսը այս հայտարարությունը արել է ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը ուժի մեջ մտնելուց ժամեր անց։ Վենսը Fox News-ին ասել է, թե շրջափակումը հաստատելով նախագահ Թրամփը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները կարող է նույն կերպ հակադարձել Իրանի ցանկացած գործողության։ Վենսը զգուշացրել է, եթե իրանցիները շարունակեն փակ պահել նեղուցը, ապա Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ իրանական որևէ նավ դուրս գա այնտեղից։ Վենսի խոսքով Պակիստանում անցկացված բանակցություններում կողմերը բավական առաջընթաց են գրանցել եւ հիմա նրա գնդակը Իրանի դաշտում է։ Չինաստանի իշխանությունները պահանջում են վերականգնել բնականոն նավագնացությունը Հորմուզի նեղուցում եւ անպատասխանատու քայլ են համարում Միացյալ Նահանգների կողմից դրա շրջափակումը, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցիակունը։ Չինաստանը պնդում է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը խստորեն պահպանի հրադադարի մասին պայմանավորվածությունները, կենտրոնանալով երկխոսության եւ խաղաղ բանակցությունների վրա, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնվի բնականոն նավագնացությունը նեղուցում, ընդգծել է նա, հստակեցնելով, որ Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը վտանգավոր գործողություն է։
Վաշինգտոնում Լիբանանի եւ Իսրայելի ներկայացուցիչները Միացյալ Նահանգների միջնորդությամբ պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ կսկսեն։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ կայանալիք հանդիպմանը մասնակցելու են Վաշինգտոնում Իսրայելի եւ Լիբանանի դեսպանները, ինչպես նաեւ Բեյրութում Միացյալ Նահանգների դեսպանը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարությանը հանձնարարել է Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել, կենտրոնանալով Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահի զինաթափման վրա։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Փոխել խափանման միջոցը, ազատել գործարարին առջևում ընտրություններ են։ Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը։ Գործի նախաքննությունն ավարտվել է, սկսվում է դատաքննությունը։ Ինչու է անտեսվում արցախցիներին ուղղված ատելության խոսքը, բողոքի ակցիա դատախազության առջև, ընտրովի արդարադատություն է։ Զինված հարձակում Թուրքիայում աշակերտը հրացանից կրակ է բացել դասընկերների վրա, պատանդ վերցրել նրանց, ապա փողը պահել սեփական քունքին։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա, 16 մարդ է վիրավորվել, միջադեպը տեղի ունեցել Շանլաուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում։ Ըստ լրատվամիջոցների հարձակվողը նույն դպրոցի աշակերտ է, որը գործի է դրել հրացանը եւ վիրավորել դասընկերներին, նրանցից մի քանիսին պատանդ վերցրել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակվողը ինքնասպան է եղել։ Միացյալ Նահանգների փոխնախագահը այնքան էլ զարմանալի չի համարել Վիկտոր Օրբանի պարտությունը Կիրակի օրը կայացած ընտրություններում։ Վենսը Fox News-ի հետ զրույցում ասել է, որ քվեարկությունից մի քանի օր առաջ մեկնել էր Բուդապեշտ Սպիտակ տան աջակցությունը հայտնելու Հունգարիայի վարչապետին։ Այնպես չէ, որ մենք ի վիճակի չենք վերլուծել սոցհարցումների արդյունքները։ Մենք հասկանում էինք, որ Օրբանի պարտության հավանականությունը շատ մեծ է։ Մյուս կողմից, սակայն, նա այն եզակի եվրոպացի առաջնորդներից էր, որ բրյուսելցի բյուրոկրատներին ընդդիմանալու կամք էր ցուցաբերում, նշել է Վենսը։ Հիշեցնեմ, որ Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 16 տարվա իշխանությունից հետո Վիկտոր Օրբանը դիրքերը զիջել է երբեմնի կուսակից Պետեր Մադիալին։ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Նովո-Վլադիմիրովկա գյուղի մարդասիրական օգնության պահեստին եւ Խերսոնի մարզի Նովայա Կախովկայի բազմաբնակարանային շենքին, հայտնում է ռուսական կողմը։ Մարզպետ Վլադիմիր Սալդոյի խոսքով ԱԹՍ-ների հարվածներից վնասվել է նաեւ գազատարը, զոհեր եւ տուժածներ չկան։ Ուկրաինայի զինված ուժերը ընդհանուր առմամբ հարվածներ է հասցրել անօթաչուներով եւ հրետակոծել մոտ 30 բնակավայր։ Վերադառնանք Հայաստան, գործարար Սամվել Կարապետյանի քրեական գործի նախաքննությունը ավարտվել է, սկսվում է հիմնական դատալսումների փուլը։ Փաստաբանական թիմը այսօր դիմում միջնորդություն է ուղղել հակակոռուպցիոն դատարանին առաջնահերթության կարգով քննելու Կարապետյանի խափանման միջոցի հարցը։ Փաստաբանների խոսքով խորհրդարանական ընտրություններից առաջ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահի խափանման միջոցի փոփոխության յուրաքանչյուր ժամը էական է։ Սամվել Կարապետյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, 10 ամսում քննչականը 135 հատոր է գրել, բերել դատարան։ Կարապետյանին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու, առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ ու փողերի լվացում անելու, ինչպես նաև հարկային պարտավորությունները չկատարելու մեջ։ Փաստաբանների արձանագրումն է, իրավաբանություն այս գործում չկա։ Փորձել են ինչ-որ թվերը ուռճացնելով ներկայացնել, որ իբրև տեսեք այսպիսի գումարների մասին է խոսքը, որ պատկերացնեք, միայն այդ իրենց վկայակոչած գումարների տասնապատիկ Սամվել Կարապետյանը որպես բարեգործություն կատարել է Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում, կներեք նույնիսկ տասնապատիկից էլ ավել թիվ կարող եմ ասել։ Դա միայն բարեգործություն։ Պաշտպաններն այստեղ հիշեցնում են նաև Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը։ Ներկայացված մեղադրանքներից մեկի վերաբերյալ ասել է, որ հիմնավոր կասկած ընդհանրապես չկա։ Մյուս մեղադրանքի վերաբերյալ ասել է, որ այն գտնվում է ծայրահեղ ցածր մակարդակի վրա, նույնն էլ կոչի դրվագի հետ կապված մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը հիշեցման կարգով Հայաստանի Հանրապետությունում ըստ քննչական եւ դատախազության մարմինների հանդիսանում է իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Կարապետյանի փաստաբաններն ասում են, շուրջ 10 վարույթ քննչականն իրար է միացրել, համատեղ քննել իրենց խոսքով բացառապես մեկ նպատակ ունենալով, այն է Սամվել Կարապետյանի ազատությունը սահմանափակելը։ Հարցաքննվել են 40 անձ, որոնցից որևէ մեկը Սամվել Կարապետյանին վերագրվող արարքների առնչության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի տվել։ Կատարվել են 81 զննության արձանագրություններ, բացառապես փաստաթղթեր են
Այդ փաստաթղթերից որևիցե մեկում Սամվել Կարապետյանի անունը չի հիշատակվում։ Կարապետյանի գործով սկսվում է հիմնական դատալսումների փուլը, փաստաբանները միջնորդել են առաջնահերթ քննել խափանման միջոցի հարցը։ Սամվել Կարապետյանն այժմ տնային կալանքում է, պաշտպանները պնդում են, օր առաջ պետք է այն վերացվի, դարձյալ վկայաբերում են Վճռաբեկ Ատյանի որոշումը, թե այս գործով վերաքննիչ դատարանին նույնիսկ ծանրաբեռնել պետք չէ։ Բացի այս ունեն նաև քաղաքական հիմնավորում, առջևում ընտրություններն են, իսկ Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն։ Կարևոր է, որ հավասար հնարավորություններ ունենա process-ում։ Անհրաժեշտ է ուղղակի, եթե մենք խոսում ենք Հայաստանում ընտրական գործընթացի նվազագույն երաշխիքների մասին, մենք պետք է ունենանք հնարավորություն, որ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահը, վարչապետի թեկնածուն հնարավորություն ունենա անմիջականորեն եւ ամբողջական մասնակցելու նախընտրական ցուցակի ձևավորմանը։ Հակակոռուպցիոն դատարանի առաջին նիստը վաղն է, պաշտպանների ակնկալիքը իրավունքի գերակայությունն է։ Էդուարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։ Ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակից այսօր բերմանը ենթարկվել կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Կուսակցությունից հայտնել են, որ այսօր հարցաքննության է հրավիրվել նաև ուժեղ Հայաստանի Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։ Դեպքի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ համապետական ընտրություններին մասնակցող Հայաստանի տարբեր բնակիչների բարեգործության անվաստակ ուժեղ Հայաստան կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալված երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Հաջորդ թեմայի մասին կառուցապատողները աշխատելու են խաղի նոր կանոններով։ Հայաստանում պատրաստվում են օրենսդրական փոփոխություններ, որոնց նպատակը բնակարան գնողների իրավունքների պաշտպանությունն է։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, բնակարանների հանձնման ժամկետների ուշացում, ենթակառուցվածքների վերաբերյալ անիրականանալի խոստումներ, սպասարկման թերություններ եւ այլն։ Հանձնաժողովն առաջարկել է ձևավորել կառուցապատողների ինքնակարգավորող կազմակերպություններ, որոնք կվարկանիշավորեն կառուցապատող ընկերություններին։ Փորձագետների կարծիքով, սակայն, մի կառուցապատողի կողմից մյուսի գնահատումն ու ռեյտինգավորումը լավ գաղափար չէ։ Նմանատիպ գործունեությունը ռեյտինգավորումը ապահովելու համար անհրաժեշտ է պետական եւ հանրային վերահսկողության կողմից իրականացվի։ Ոչ թե մի քանի հոգով որոշեն, որ իրանց կոնկուրենտ ընկերություններին թողելու են ավելի ներքև եւ իշխանության գերիշխող դիրքունեցումներով կուլ տան։ Լինի համակարգ, որը կունենա գնահատման չափորոշիչներ եւ նաեւ ուղղորդի անուղակի մեր սպառողներին։ Իսկ եթե սպառողներին ուղղորդման գործընթաց պետք է լինի, ապա դա չի կարող լինել տնտեսվարողների շահերի պաշտպանների կողմից։ Վիրավորանք հայհոյան կատելության խոսք, որ կարող է ի վերջո բռնության վերածվել։ Մի խումբ արցախցիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել դատախազության առջև։ Նրանք դժգոհում են, որ արցախցիների հանդեպ հնչող ատելության խոսքը իրավապահների պատշաճ ուշադրությանը չի արժանանում։ Նրանք ընդգծում են, որ խոսքի ազատության նկատմամբ արդարադատությունը չի կարող ընտրովի լինել, պետք է պատժվեն բոլորը, ովքեր խախտում են կարմիր գծերը։ Վերջին օրերին համացանցում աղմուկ էր բացառացրել մի տեսանյութ, որտեղ ինչ-որ սուբյեկտ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս արցախցիների հասցեին եւ մասնավորապես արցախցի կանանց նկատմամբ։ Ենթադրվում էր, որ կարճ ժամանակ անց իրավապահներն այս հրապարակմանը կտան հավուր պատշաճի արձագանք, այնպես, ինչպես նախկինում են վարվել, երբ որևէ մեկը նրանց գնահատականով ատելության խոսքով թիրախավորել է որևէ խմբի, բայց իրավապահները որևէ կերպ չարձագանքեցին երևույթին։ Իրենց գործն է, իրենց պարտականությունն է, որ չթողնեն հանրության մեջ նմանատիպ պարակտում մտցնող, սերմացնող այդ ձևի սրիկա նիգադյայ ազնվորություններին, ու ես գիտեմ իրենք ունեն բոլոր հնարավորությունները, իրենց ձեռին է օրենքն էլ, այդ օրենքի հիման վրա էլ այդ մարդկանց այդ խախտումները ամեն ձևի այդ մարդկանց պատժի ենթարկելու հարցն է։ Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիա իրականացնող արցախցիները նշում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ ինչ-որ մարդիկ ակնհայտ սադրիչ նպատակներով կոպտորեն վիրավորում եւ թիրախավորում են արցախցիներին ու պատասխան չեն տալիս օրենքի առջև։ Այն դեպքում, երբ այլ քաղաքացիները շատ ավելի մեղմ արարքների համար միանգամից հայտնվում են իրավապահների ֆոկուսում։ Նմանատիպ ձևակերպումով կամ չգիտեմ ում կողմից ուղղորդվող, ինչ ուժերի կողմից, ինչ ներկայացուցիչների կողմից ուղղորդվող, սա ուժը ոչ 10-րդ, ոչ 20-րդ դեպքն է։ Սա որ անպատիժ եմ մնում կամ անպատիժ եմ անտեսում են նմանատիպ հարցերում, ուրեմն ես գիտեմ, թե սրա հետևին կա ինչ որ
ներկայացուցիչներ, ինչ որ ուժեր։ Հայաստանում քրեորեն պատժելի է համարվում ատելություն, խտրականություն պարունակող խոսքը կամ բռնության կոչերը, որևէ խմբի նկատմամբ թշնամանքի կամ անհանդուրժողականության տարածումը։ Արցախցիների նկատմամբ կիրառված խոսքը հենց այդպիսին է, նշում են փորձագետները։ Այստեղ քրեական գործ չհարուցվի եւ նրան մեղադրանք չառաջադրվի, մեզ ունենք միայն մեկ հնարավորություն, այն էլ դատարանն է։ Կարծում եմ, որ դատարանները ավելի ճիշտ լուծում կտան այս գործին, այստեղ բացահայտ 329-րդ հոդվածի 3-րդ մասը առկա է։ Ոստիկանությունը կամ ուրիշները ներկայացնում են հաղորդում ու քննիչը գործահարուցում, որտեղ ոստիկանությունը ունի նման ֆունկցիա։ Ինքը իր լիազորության ընթացքում այդ հանցագործությունը հայտնաբերում, իսկ սա տիպիկ է ուղղակի, եթե իրենք անցել են այդ ամբողջ դասընթացները, տեղյակ են ինչ ատելության խոսքը, սա պետք է լիներ առաջին հենց դասագրքային օրինակը, որ պետք է միանգամից սրա մասին հաղորդում ներկայացնեին։ Իսկ տեղեկություն փոխանցեն քննչական մարմնին, նա գործառույց էր։ Խնդիրն այն է, որ եթե դու թույլ ես տալիս մեկին հատել օրենքով սահմանված կարմիր գծերը, դա հետագայում կարող են անել նաև ուրիշները։ Սրա հետևանքով ազգամիջյան պառակտումը կարող է նոր մասշտաբների հասնել, նշում են փորձագետները։ Եթե ատելությունը, խտրականությունը տարածվում են, հայտնվում են մարդիկ, ովքեր ավելի ծանր արարքների են պատրաստ, վտանգավոր խոսք հասկացությունը դա է, ինչը բարձրացնում է ֆիզիկական բռնության վտանգը, ու դրա սկզբներից մեկը անարձագանք թողնված ատելության խոսքն է։ Մասնագետների կարծիքով այս երևույթի վատ կողմերից մեկն այն է, որ հասցեական արձագանքի բացակայության պատճառով հանրության շրջանում ընկնում է իրավապահ քննչական համակարգի հեղինակությունը, արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ճանապարհներին հսկող բարեկների մեքենաները ավելացել են, սակայն արդյոք պակասել է ողբերգական ելքով ավտովթարների թիվը։ Բարեկները անցյալ տարի մոտ 1 միլիոն արձանագրություն են կազմել, 3 անգամ շատ նախորդ տարիների համեմատ։ Վարորդին ակտավորելուց հետո էլ, երբ գործը հասնում է դատարան, բարեկները նաև ստիպված են լինում ապացուցել, որ ճիշտ են վարվել։ Փորձագետների կարծիքով կարիք կա վերանայելու վարչական տուգանքների քաղաքականությունը։ Վարչական իրավախախտումները մնում են ճանապարհային անվտանգության առանցքային խնդիրներից, անմիջական ազդեցություն ունենալով երթևեկության կարգապահության վրա։ Վերջին 1 տարում արձանագրվել է խախտումների պատկերի էական փոփոխություն։ 2025 թվականին բարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 միլիոն արձանագրություն, մինչդեռ նախկինում ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին տարեկան ցուցանիշը կազմել է մոտ 300,000։ Ներքին գործերի նախարարը պարզաբանում էր, որ խստացված վարչարարության արդյունքում ճանապարհներին արձանագրվում է զոհերի թվի նվազում։ Օրինակ 2024 թվականին այդ թիվը նվազել է 45-ով, իսկ 2025-ին եւս 50-ով։ Անցած տարվա կտրվածքով ըստ էության ունեցել ենք նաեւ մեծ թվով անձինք, ում որ բարեկային ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում զրկել ենք վարորդական իրավունքից։ Այդ թիվը անցած տարի կազմել է 5435, 2024-ին եւս համանման թիվ ենք ունեցել։ Արձանագրված շուրջ 1 միլիոն խախտումները իրավապաշտպանների կարծիքով պայմանավորված են վերահսկողության կտրուկ խստացմամբ։ Նրանք նշում են, որ բարեկային ծառայության աշխատակիցների վերապատրաստման ժամկետները պետք է երկարաձգվեն, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ավելի խորությամբ ուսումնասիրել մասնագիտական կրթությունը, հատկապես վարչական վարույթների եւ իրավունքների շրջանակում։ Ներկա ժամկետներում նրանց գնահատմամբ բոլոր առարկաների լիարժեք յուրացումը դժվար է ապահովել։ Անձը կատարում է խախտում, բարեկային ծառայությունը արձանագրում է խախտումը, բայց չի կարողանում այդ արձանագրած խախտումը հետագայում հիմնավորի։ Մեր իրավական համակարգի հենց խնդիրը դրանում է կայանում։ 1 միլիոնից 10%, 15%-ն է, որ օրինական ուժ է ստանում։ Մնացածը համատարած բողոքարկման արդյունքում բեկանվում է եւ ոչ իրավաչափ է ճանաչվում։ Իրավաչափության սկզբունքը ապահովված է հենց գիտելիքների պաշարով։ Մասնագետների դիտարկմամբ արձանագրությունների բողոքարկման աճը լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանները, ինչի հետևանքով վարչական վարույթները հիմնականում քննվում են գրավոր ընթացակարգով։ Նրանց պնդմամբ հաշվի առնելով արձանագրությունների կտրուկ աճը, անհրաժեշտ է վերանայել վարչական տուգանքների քաղաքականությունը։ Վարչական ակտերի ժամանակ էլ, երբ որ դատարանը ապացուցման բեռ է դնում բարեկային ծառայության վրա, որի ապացուցի իր արձանագրության հիմնավորվածությունը եւ պատճառաբանվածությունը, բարեկային ծառայությունը չի կարողանում հիմնավորել, քանի որ ապացույցները բացակայում են։ Ավելի նպատակահարմար է վարչական ակտով տուժերի բարձրացում տեղի ունենա, որպեսզի եթե դու քաղաքացու գրպանին ես կպնում, ինքը ավելի պատասխանատվությունը բարձրանում է, քան քրեական օրենսգրքով տանել պատասխանատվության ենթարկել, որովհետև ամեն պատիժ չի, որ
իր սոցիալական արդարությանը հասնում է։ Մոտ 1 միլիոնի հասնող արձանագրությունները հաճախ պայմանավորված են նաև քաղաքացիների օրենքի նկատմամբ անտարբերությամբ, ահազանգում են իրավապաշտպանները։ Ըստ նրանց, խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է համադրել խիստ վերահսկողությունը, որակյալ վարչարարության, մասնագիտական պատրաստվածության բարձրացման եւ հանրային իրազեկման հետ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Մեկնարկում է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, ովքեր դժգոհ են առաջին փուլի քննական արդյունքներից կարող են կրկին փորձել։ Ով է դաժանորեն սպանել Մրգաշենի ատամնաբույժին, իրավապահները 2 եղբոր են ձերբակալել, մեկն անչափահաս է։ Մետյո աշխարհ կայուն երկինք ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Ավագ դպրոցի շրջանավարտները բուհ ընդունվելու համար վաղվանից կարող են արդեն հայտ ներկայացնել ընդունելության դիմում հայտը պետք է լրացնեն մինչև մայիսի 10-ը գնահատման և թեստավորման կենտրոնի կայքեջում նշելով նախընտրած բուհն ու մասնագիտությունը։ Միասնական կամ ներբուհական քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունների գնահատականները պահպանելու համար անձնական համար է անհրաժեշտ, որը կարող են ստանալ դիմելով դպրոցի տնօրենին։ Առաջին փուլում իրենց քննական արդյունքից դժգոհ դիմորդները կարող են մասնակցել քննությունների երկրորդ փուլին, պահպանելով առաջին քննությանը ստացած միավորը։ Ապրիլի 15-ից մեկնարկում է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կշարունակվի մինչև մայիսի 10-ը։ Դիմորդները հնարավորություն ունեն պահպանել իրենց արդեն ստացած գնահատականը կամ կրկին հանձնել քննություն, նշելով նախընտրած բուհն ու մասնագիտությունը։ Հունվար-փետրվարին բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին աննախադեպ մասնակցություն է եղել, ընդգրկվել են շրջանավարտների կեսից ավելին։ Այս տարի հայտագրվել է 12447 դիմորդ, անցած տարվա 11534-ի փոխարեն։ Ամենապահանջված առարկան եղել է անգլերենը, որին մասնակցել է 7222 դիմորդ, իսկ քննությունը կազմակերպվել է 2 անգամ տեխնիկական խնդրի պատճառով։ Մեծ քննությունը մեզ համար եղել է մաթեմատիկա առարկայից 5589 հոգի, միջին գնահատականը եղել է 19, նախորդ տարի եղել է մաթեմատիկայի միջին գնահատականը 11.2 11.2 Հա, 0.3 0.3%-ով նվազել է։ Մաթեմատիկա առարկային մասնակցել է 5589, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է, իսկ հայոց լեզու և գրականությունին 4565 դիմորդ։ Մասնակցությունը ցածր է եղել նաև ռուսաց լեզվի դեպքում։ Մասնագետները նշում են, որ վերջին տարիներին նկատվում է առարկաների ընտրության փոփոխություն, դիմորդներն ավելի հաճախ նախընտրում են այն առարկաները, որոնք իրենց կարծիքով կիրառելի են աշխատաշուկայում։ Այս համատեքստում աճել է հատկապես օտար լեզուների պահանջարկը, մինչդեռ ճշգրիտ գիտությունները որոշակիորեն զիջում են դիրքերը։ Մասնավոր պարապմունքների տարածվածությունը ևս ըստ մասնագետների ազդում է արդյունքների վրա։ Այն դիմորդները, ովքեր ունեն լրացուցիչ պատրաստվելու հնարավորություն, հաճախ ավելի բարձր միավոր են գրանցում, ինչը խորացնում է անհավասարությունը։ Մասնագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ որոշ դիմորդներ ընտրում են ոչ թե իրենց հետաքրքրություններին համապատասխան մասնագիտություններ, այլ առավել անցողիկ համարվող տարբերակներ, պարզապես բուհ ընդունվելու նպատակով։ Հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ Հայաստանում անկում է ապրում, բայց այս իրավիճակը, որ հիմա գոյություն ունի Հայաստանում, բերելու է նրան, որ մի քանի տարի անց մասնագետների պակաս ենք, սով ենք արդեն ունենալու եւ մասնագետներ չենք կարողանալու ներգրավել, որպեսզի նոր եկող սերունդին լեզուն կարողանան սովորեցնել։ Մասնագետների գնահատման մաթեմատիկայի դեպքում համեմատաբար ցածր լինելը պայմանավորված է ոչ միայն առարկայի բարդությամբ եւ դպրոցական պատրաստվածության տարբեր մակարդակներով, այլ նաեւ մի շարք գործոններով։ Նրանց խոսքով վերջին տարիներին նվազել է աշակերտների հետաքրքրվածությունը ճշգրիտ գիտությունների նկատմամբ, իսկ ուսումնական ծրագրերի խտությունն ու ժամանակի սահմանափակությունը հաճախ թույլ չեն տալիս լիարժեք յուրացնել նյութը։ Բացի այդ, մեծ դեր ունի նաեւ քննության ձևաչափը, որը պահանջում է ոչ թե մեխանիկական հիշողություն, այլ վերլուծական մտածողություն, ինչին ոչ բոլոր դիմորդներն են պատրաստ։ Չի բացառվում նաև հոգեբանական գործոնը, սթրեսն ու մաթեմատիկայի նկատմամբ ձևավորված վախը։ Միաժամանակ դիմելիության աճը ընդհանուր առմամբ մասնագետները կապում են ոչ միայն քննությունները վերահանձնելու հնարավորության, այլև մի շարք միտումների հետ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Արժակ սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ, նա կրկին չի կալանավորվի, կմնա ազատության մեջ վարչական հսկողության տակ։ Սրբազանին կրկին կալանավորելու միջնորդությունը դատախազներ ներկայացնել, պնդելով, թե ազատության մեջ լինելը կարող է ռիսկեր ստեղծել վկաների վրա ազդելու համար։
Արշակ Սրբազանը ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին, կալանքից ազատվել մարտի 5-ին։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Էկոնոմիկայի նախարարը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, հայտնելով, որ առաջիկա կառավարության նիստի ընթացքում կընդունվի պահարտանյութերի գնի սուբսիդավորման ծրագիրը։ Յուրաքանչյուր 50 կիլոգրամի համար կտրվի մինչև 3000 դրամ սուբսիդավորում։ Գործող օրենքով ոսկու եւ թանկարժեք քարերի վաճառքը ազատված է ավելացված արժեքի հարկից, եթե վաճառվում է որպես հումքային ապրանք։ Դրանցից պատրաստի զարդեր ստեղծելու դեպքում վաճառքը ենթակա է ավելացված արժեքի հարկով հարկման։ Սա ըստ կառավարության էականորեն վնասում է մրցակցությանը գնային իմաստով եւ անհավասարություն է ստեղծում շուկայում, քանի որ շեմից ներքև գործողները շրջանառության հարկի համակարգում մի քանի անգամ ավելի ցածր հարկ են վճարում, քան շեմում գտնվողները։ Գործադիրն առաջարկում է օրենք ընդունել, որ ավելացված արժեքի հարկով հարկման բազան կամ հարկը կհաշվարկվեն ոչ թե արտադրողի կողմից նշանակված գնից ամբողջությամբ, այլ այդ գնի եւ տվյալ զարդի արտադրության համար օգտագործված ոսկու զանգվածի եւ թանկարժեք քարերի փաստաթղթավորված ծախսերի տարբերության չափով միայն։ Այն նոր արժեքի չափը, որը ստեղծվել է տվյալ արտադրողի մոտ, նվազեցնելով ոսկու եւ թանկարժեք քարերի գները։ Մրգաշենում ապրիլի 13-ի սպանությունն ըստ քննչական կոմիտեի կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։ Եղբայրները ապրիլի 13-ին սուր կտրող ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել Մրգաշենի 52-ամյա բնակչին, սպանելով նրան։ Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն որակմամբ, իսկ անչափահասի նկատմամբ սպանության հոդվածով։ Վերջինները ձերբակալվել են։ Իսակովի պողոտայում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ։ Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ ճանապարհի երկայնքով տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ։ Գարնանը գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգահեռ ավելանում են 4 խոտածածկույթի եւ խոզանների այրման դեպքերը։ Շատերն այն համարում են ցանքատարածքներն ու արոտավայրերը արագ մաքրելու միջոց։ Իրականում ըստ մասնագետների դա կարող է վերածվել աղետի, վնասելով բնությունը, մարդու առողջությունը։ Ըստ մասնագետների խոզանների այրումը լուրջ խնդիր է ագրո-էկո համակարգի համար։ Թեև որոշ քաղաքացիներ կարծում են, որ 4 խոտածածկույթի այրումից հետո բերքը կարող է ավելանալ, մասնագետները զգուշացնում են, դա ժամանակավոր երևույթ է։ Միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում բերքատվությունը կտրուկ նվազում է։ Այն պայմանավորված է խոզանների այրման համալիր բացասական ազդեցությամբ։ Կրակը լուրջ սպառնալիք է նաեւ մարդու առողջության կենթանական աշխարհի համար։ Օսրովի անտառում տեսախցիկները ֆիքսել են գայլերի ոհմակին։ Շնազգի ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասունները մեկ գիշերվա ընթացքում կարող են անցնել 50-ից 80 կիլոմետր տարածություն։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հիմա եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլանդ ապրանքանիշը, իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլանդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի արևոտ երկնքով, առանց տեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 12 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 6-ից 10 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 13-ից 16, Լոռիում 9-ից 13, Տավուշում 13-ից 17 աստիճան, Հարհրատում, Արմավիրում կդիտվի 13-ից 15, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 14-ից 17, Սյունիքի նախալեռներում 8-ից 12 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 0-ից 2, ցերեկը 13-ից 15, երեկոյան 8-ից 10 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է։ Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։